Շատերը, երբ Հայաստանից գալիս են Կանադա, հետագայում դառնում են Կանադայի քաղաքացի, Հայաստանի Հանրապետության անձնագիրը չեն հանձնում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը չեն տեղեկացնում, որ իրենք դարձել են այլ երկրի քաղաքացի, ասում են պահենք Հայաստանի անձնագիրը, հետագայում պետք կգա։ Հայաստան մեկնելիս վիզայի գումար չենք վճարի։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն, որ շատերը չեն հասկանում։ Կարծում են, որ եթե իրենք դարձել են Կանադայի քաղաքացի, ապա Հայաստանի հետ ոչ մի պարտավորություն չունեն։ Եթե դու դարձել ես Կանադայի քաղաքացի եւ չես հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ապա դու պարտավոր ես այդ մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին, բայց այստեղ կա մի կարևոր նրբություն, որ մարդիկ մտածում են կարող են լիարժեք օգտվել երկու երկրների բոլոր իրավունքներից միաժամանակ, օրինակ ստանալ տարբեր տեսակի աջակցություններ եւ թոշակներ, բայց յուրաքանչյուր երկիր ունի իր կանոնները եւ եթե մարդը չի ներկայացնում ամբողջական տեղեկատվություն, դա կարող է առաջացնել իրավական խնդիրներ։ Այսինքն երկքաղաքացի լինելը օրինական է, բայց պետք է հասկանալ ինչ իրավունքներ եւ պարտավորություններ ունես յուրաքանչյուր երկրում։ Կան նաեւ մարդիկ, որ արդեն դարձել են Կանադայի քաղաքացի եւ ցանկանում են ինչ-ինչ պատճառներով հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Սա հնարավոր է, բայց ունի իր ընթացակարգը։ Պետք է ներկայացնել դիմում, անցնել որոշակի փուլեր եւ սպասել որոշման։ Եվ հակառակը, կան մարդիկ, որ Կանադայի քաղաքացի են եւ ցանկանում են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Սա նույնպես հնարավոր է, բայց ունի իր իրավական ընթացակարգը։ Եթե դուք ցանկանում եք հասկանալ, իրականում երկքաղաքացի եք թե ոչ, ինչ իրավունքներ ունեք, ինչպես ճիշտ օգտագործել ձեր անձնագրերը, ինչպես ստանալ կամ հրաժարվել քաղաքացիությունից, կարող եք կապվել ինձ հետ կամ գրել անձնական հաղորդագրություն եւ ես ձեզ կուղղորդեմ ամբողջ գործընթացով։ Yerevan Counsel and Partners-ը ոչ միայն տրամադրում է խորհրդատվություն, այլ նաև լիակատար աջակցություն Կանադայի եւ Հայաստանի միջև իրավական ու փաստաթղթային հարցերով։ Մի մոռացեք հետևել ինձ սոցիալական հարթակներում եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որ բաց չթողնեք նման կարևոր թեմաները։ Կհանդիպենք։